ազգային վիճակագրական ծառայությունը արդեն ամփոփել է 9 ամսվա ցուցանիշները ժողովրդագրական իրավիճակի եւ հիմա ես դրանք կներկայացնեմ հիմնական ժողովրդագրական ցուցանիշներն են դրանք եւ հաշվի պետք է առնել ձեր հրապարակումներում որ դրանք առաջին անգամ հրապարակվելուց դեռևս լինում են նախնական եւ շատ հնարավոր է որ հաջորդ հրապարակման մեջ այս 9 ամսվա ցուցանիշները որոշակի ճշգրտման ենթարկվեն Ուրեմն սկսենք բնակչության թվականակի ցուցանիշից, ուրեմն 16 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բնակչության թվականակը մշտական բնակչության երկրում արձանագրվել է 2.993.900 Նախորդ տարվա հոկտեմբերի 1-ի համեմատությամբ ցուցանիշը նվազել է 10.100 մարդով, իսկ հունվարի 1-ի համեմատությամբ ցուցանիշը նվազել է 4.700-ով Ուրեմն 9 ամսվա միջակայքում բնակչության բնական հավելաճը կազմել է 9400, իսկ միգրացիայի գնահատված ցուցանիշը կազմել է -14100, այսինքն 9 ամսվա ընթացքում միգրացիայի եւ բնական հավելաճի ցուցանիշների ազդեցությամբ բնակչության թվականակի ցուցանիշը նվազել է 4700-ով Եթե դիտարկելու լինենք քաղաքային եւ գյուղական բաշխումները, պիտի ասենք, որ մեր բնակչության 1.904.600 մարդը դրանք քաղաքային բնակավայրերում մնակվող բնակչությունն է եւ այն նվազել է նախորդ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից շուրջ ուրեմն 6300-ով, իսկ Գյուղական բնակչության թվականակը կազմել է հոկտեմբերի 1-ի դրությամբ 1.899300 եւ ուրեմն 15 թվականի հոկտեմբերի 1-ի համեմատությամբ ցուցանիշը նվազել է 3800-ով Անդրադառնանք հիմնական ժողովրդագրական ցուցանիշներին դրանք ուրեմն ծնվածների թվականակն են մեր երկրում 9 ամսվա ընթացքում Կենթանի ծնունդները կազմել են 29914, ուրեմն 15 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազումը կազմել է 2.3%, մահացածների մահացության դեպքերը, այսպես ասենք, 9 ամսվա ընթացքում կազմել է 20427, նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվել է մահվան դեպքերի նվազում 2.5%-ով եւ ծննդյան եւ մահվան դեպքերի տարբերությունը կազմել բնական հավելաճը 9487 մարդ է կազմել եւ 15 թվականի 9 ամսվա ցուցանիշի համեմատությամբ նվազել է 1.9%-ով Հիմա անդրադառնանք ծնունդների հարաբերական ցուցանիշներին, որպեսզի կարողանանք համատել դրանք մարզային կտրվածքով Ուրեմն 1000 բնակչի հաշվով ծնելիության գործակիցը կազմել է 13.3%, 15 թվականի 13.6%-ի համեմատ, այսինքն ունենք 0.3% պրոմիլային կետի նվազում։ Մահվան դեպքերում եւս ունենք ցուցանիշի նվազում 1000 բնակչի հաշվով մահվան դեպքերը կազմել է 9.1% պրոմիլ եւ 15 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 0.2% պրոմիլային կետով։ Եթե դիտարկելու լինենք դրանք ուրեմն մարզային կտրվածքով, տեսեք, ծնելիության ցուցանիշները միջին հանրապետականը 13.3% պրոմիլ ասեցինք, միջին հանրապետականից բարձր ցուցանիշներ արձանագրվել են Երևան քաղաքում Ուրեմն Արարատի եւ Կոտայքի մարզերում։ Ուրեմն Երևանում դա կազմել է 14.4%, այսինքն գրեթե 1.1% պրոմիլային կետով ավելի բարձր է ծնելիության ցուցանիշը Երևան քաղաքում։ Արարատի մարզում 14.1% պրոմիլ, 0.7 պրոմիլային կետով ավելին, քան միջին հանրապետականը եւ Կոտայքում 13.7% պրոմիլ։ Մնացած բոլոր մարզերում արձանագրվել է ծնելիության ցուցանիշի նվազում եւ ամենացածր ցուցանիշները արձանագրվել են Սյունիքի մարզում 10.6% պրոմիլ եւ Տավուշի մարզում 10.9% պրոմիլ։ Հիմա մահվան դեպքերին նայենք։ Միջին հանրապետական ցուցանիշը ասացինք, որ 9.1% պրոմիլ է։
Միջին հանրապետականից բարձր ցուցանիշներ արձանագրվել են ամենաբարձր ցուցանիշը Լոռու մարզում 12.5 պրոմիլ, այսինքն ինչը գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը գրեթե 3.4 պրոմիլային կետով, այնուհետև Տավուշի մարզում 10.8 պրոմիլ, գրեթե 1.7 պրոմիլային կետով ավելի քան միջին հանրապետականը, Շիրակի մարզում 10.4 պրոմիլ և Վայոց ձորում 10 պրոմիլ։ Հիմա անդրադառնանք ամուսնություններին և ամուսնալուծություններին։ Ամուսնության դեպքերը 9 ամսվա ընթացքում կազմել են 12,088 դեպք, նախորդ տարվա համեմատ նվազել է դեպքերը 7.9%-ով և ցուցանիշը 1000 բնակչի հաշվով կազմել է 5.4 պրոմիլ։ Ուրեմն միջին հանրապետական ցուցանիշից բարձր ցուցանիշներ արձանագրվել են Երևան քաղաքում 6 պրոմիլ է կազմել, այսինքն յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով 6 ամուսնության դեպք է գրանցվել և Կոտայքի մարզում 5.7 պրոմիլ։ Մնացած բոլոր մարզերում ամուսնության մակարդակի նվազում է նկատվել և ամենացածր ցուցանիշը պիտի ասեմ, որ արձանագրվել է Գեղարքունիքի մարզում 4.4 պրոմիլ։ Ամուսնալուծության դեպքերը մեր երկրում կազմել են 2682 9 ամսվա ընթացքում և 15 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ դեպքերը նվազել են 4.2%-ով։ Ցուցանիշը կազմել է 1.2 պրոմիլ, ինքը կայուն է եղել անցած տարվա 9 ամիսների կտրվածքով եւս ցուցանիշը կազմել է 1.2 պրոմիլ։ Միջին հանրապետականից բարձր ցուցանիշներ, ինչպես միշտ ունենք Լոռու մարզում 2.5 պրոմիլ եւ մի փոքր միջին հանրապետականը գերազանցում է նաեւ Երևան քաղաքում 1.4 պրոմիլ, մնացած բոլոր մարզերում դրանք ցուցանիշը ամուսնալուծության միջին հանրապետականից ցածր է եւ ամենացածր ցուցանիշները ունեն Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում 0.6 պրոմիլային կետ։ Ուրեմն շատ կարևոր ցուցանիշ ունենք, դա մեր երկրի բնակչության կենսունակության գործակիցն է, որը ծնվածների եւ մահացության դեպքերի հարաբերակցությունն է ցույց տալիս։ Այն մեր մոտ 146.4% է կազմում, այսինքն ուրեմն ծնելիության դեպքերը գերազանցում են մահվան դեպքերին գրեթե 46.4%-ով։ Եվ պիտի նշենք, որ հանրապետությունում հունվար-սեպտեմբեր ամիսներին 2016 թվականի 1000 ամուսնությունների համեմատությամբ արձանագրվել է ամուսնալուծության 222 դեպք։ Դեպքը փոքր-ինչ ավելացել է նախորդ տարվա 213 դեպքի համեմատ, գրեթե 9 դեպքով ավելի են ամուսնալուծության դեպքերը 1000 բնակչի հաշվով։ Որոշակի դրական տեղաշարժ ունենք 0-ից 1 տարեկան եւ 0-ից 4 տարեկան մահերի ցուցանիշներում, տեսեք 2016-ի 9 ամիսներին 0-ից 1 տարեկան մահվան դեպքերը կազմել են 257 դեպք, նախորդ տարվա 279 դեպքի համեմատ եւ բնականաբար ցուցանիշը 1000 կենդանի ծնվածի հաշվով եւս նվազել է 8.6% է այս տարվա ցուցանիշը, այսինքն յուրաքանչյուր 1000 կենդանի ծնվածի հաշվով մահվան դեպքերն են դրանք նախորդ տարվա 9.1%-ի համեմատությամբ։ 0-ից 4 տարեկան մահվան դեպքերը կազմել են 298 2016 թվականի հունվար-սեպտեմբերին 15 թվականի 333 դեպքի համեմատ, այսինքն գրեթե 35 դեպքով ավելի պակաս, քան 2015 թվականին եւ ցուցանիշը 1000 կենդանի ծնվածի հաշվով 2016 թվականին 10 պրոմիլ է կազմում 15 թվականի 19 պրոմիլի համեմատությամբ։ Հիմնական հավելաճի մասով գրեթե եւ անդրադառնանք մի փոքր մահվան հիմնական պատճառներին, մահացության հիմնական պատճառներին։ Ինչպես նշեցինք,
20,427 մահվան դեպքերից գրեթե 47.9% կազմել են արևաշրջանառության համակարգի հիվանդություններից, դրանք գրեթե բացարձակ թվականակով որ ասեմ 9788 դեպք, բավական մեծ, բայց բոլոր դեպքերում դրանք ասենք ինչ-որ չափով նվազման տենդենս ունեն, քանի որ նախկինում արևաշրջանառության համակարգի հիվանդությունները միշտ 50%-ից ավել էին լինում, հիմա այդ ցուցանիշը որոշակի նվազում արձանագրել է։ Նորագույացություններից մահվան դեպքերն են, որ մյուս ավելի մեծ մասնաբաժին ունեն մեր մահացության կառուցվածքում 4036 դեպք եւ կազմում են 19.8% մահվան կառուցվածքում։ Եվ շնչառական օրգանների հիվանդություններն են հաջորդ ավելի շատ դեպքերը, դրանք 1668 են եւ կազմել են 8.2% ընդհանուր մահերի ցուցանիշում։ Մարսողական հիվանդությունները 6% են կազմում, 1227 դեպք եւ քիչ ավելի փոքր մասնաբաժին ունեն, սակայն կարեւոր են դրանք որպես հիմնական մահացության պատճառ, դրանք վարակիչ եւ մակաբուծային հիվանդություններն են, որ 0.9% են կազմել 9 ամիսների կտրվածքով եւ որոշակի նվազում է արձանագրվել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ։ Սրանք այն հիմնական պատճառներ են, որոնք ուրեմն հանդիսանում են մահացության պատճառ։ Եվ մեր ժողովրդագրական իրավիճակի մեջ նաև կարևոր է մեր սահմանային գրանցումների վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք սովորաբար ուրեմն մենք հրապարակում ենք սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից ստացված ցուցանիշներով եւ ամբողջ համախառն ծավալը 9 ամիսների կտրվածքով մուտքերի եւ երգերի դրանք կազմել են 4,238,400, որից ուրեմն մուտքերը 2,075,877 են եղել, իսկ ելքերը 2,162,571։ Դրանք սահմանային գրանցումներն են, այսինքն այս ցուցանիշների մեջ հնարավոր է, որ նույն մարդը մի քանի անգամ մուտք ու ելք կատարի։ Եվ սահմանային գրանցումների հաշվեկշիռը 9 ամիսների կտրվածքով կազմել է 86,694 մինուս նշանով, այսինքն ուրեմն ելքերը գերազանցել են մուտքերին այդքանով։ Ընդ որում ցուցանիշը եւս նվազել է 2015 թվականի 9 ամիսների համեմատ, այն ժամանակ ուրեմն ցուցանիշը եղել է մինուս 91,424 եւ մի հետաքրքիր ցուցանիշ, որը սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգը թույլ է տալիս ուրեմն նաեւ նույնականացնելու անձանց, քանի որ ես նշեցի, որ այս ցուցանիշում ուրեմն միայն սահմանային գրանցումներ են, երբ որ դրանք անձնավորում են, մենք մեր հրապարակման մեջ դուք կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ նաեւ ըստ երկրների, ես ընդհանուր ցուցանիշները կասեմ, որ անձների առումով վերջին 9 ամիսներին, այսինքն հունվար-սեպտեմբերի միջակայքում մուտք է կատարել մեր երկիր 1,256,873 մարդ եւ ելք է կատարել 1,331,233 մարդ։ Այսինքն այստեղ արդեն խմբավորված են անձի կտրվածքով եւ այս կտրվածքով ուրեմն հաշվեկշիռը նորից բացասական է, բայց 74360 անձով։ Երևի այսքանը, եթե հարցեր կան, փորձենք ամբողջացնել տվյալները։ Նաև ծնունդների հետ կապված տղաների եւ աղջիկների հարաբերակցությունը։ Ճիշտ ասած, այս տղա աղջիկ հարաբերակցությունը 9 ամսով չենք ամփոփել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 9 ամսյա կտրվածքով նախնական տվյալներով մի քիչ թեր ըմբռնվածություն, որտեղ 6 ամսվա կտրվածքով, երբ որ անունների վիճակագրություն տվեցինք, այստեղ ունեինք որոշակի դրական միտում, փորձեցինք այդ դրական միտումը ամբողջացնել տարվա կտրվածքով եւ մեր տարվա ցուցանիշների ամփոփման ժամանակ անպայման այն կներկայացնենք։